Հապկից դեպի արևմուտք, այսպես կարելի է բնութագրել Հայաստանի պաշտպանական քաղաքականության նոր ուղղությունը։ Հայաստանն ընդլայնում է իր պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, սակայն կան հարցեր, որոնք պատասխան են ակնկալում։ Ինչ ազդեցություն ունեն այս փոփոխությունները տարածաշրջանային անվտանգության հաշվեկշռի վրա եւ ինչու մինչեւ այժմ Երևան չեն հասել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկյուրնոյի խոստացած կեսար հրետանային կայանները, որոնց ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել էր 2024 թվականի հունիսին։ Հայաստանը Ֆրանսիայից վերջին տարիներին գնել է GM200 հակաօդային ռադարներ, Mistral կարճ հեռահարության հոբ համակարգեր, ինչպես նաև 36 միավոր կեսար տիպի հաուբիցներ։ Ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, թե չի հերքի ֆրանսիական Le Figaro-ի այն հայտարարությունը, թե հաուբիցները կհասնեն Հայաստան 15 ամսում։ Ինչու շարժական հրետանային համակարգերը դեռ չեն մատակարարվել, հայտնի չէ, սակայն պաշտոնական մեկնաբանություններում նշվել է, որ հայկական կողմի խնդրանքով պայմանագրում հստակ ժամկետ չի նշվել։ Գիտեք, որ Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի ու նաև ուզում է ակտիվ լինի մեր տարածաշրջանում, ու դա նաև միջոցներից մեկն է, ես կարծում եմ իրենց համար։ Բացի դրանից ես կարծում եմ դրա խաղում նաև հայկական համայնքը։ Ֆրանսիայի հետ փոխայցերն ու միջպետական հարաբերությունների ամրապնդման խոստումները վերջին շրջանում դարձել են ել ավելի հաճախակի։ Ընդամենը օրեր առաջ Ֆրանսիան պատվո հյուպատոսություն բացեց Գորիս քաղաքում։ Ֆրանսիայի արտգործնախարարներ Կատրին Կոլոնան, Ստեֆան Սեժուրնեն եւ օրեր առաջ Ժան Նոել Բարոն այցելել են սահմանագից ընդգծել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը Ադրբեջանի ագրեսիվ քայլերի ֆոնին։ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախարար Թիերի Կովաքսն էլ օրինակ եկել էր օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու գործին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ամիսներ առաջ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Ադադի հետ քննարկել է երկում հետաքրքրություն ներկայացնող հարցեր, իսկ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանը օրեր առաջ Գորիսում կազմակերպված համաժողովի ընթացքում առանձնանշել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության դերը, որպես երկու բարեկամ երկրների միջև առկա բազմավորորդ հարաբերությունների դինամիկ ուղղություն։ Դրա համար այստեղ մեծ հարց է, ինչքանով հայկական կողմը այդ բոլոր հնարավորությունները, որ Ֆրանսիան ունի, օգտագործի, ու նաև իհարկե կա ֆինանսական խնդիրներ մեր կողմից, Հայաստանի կողմից։ Հնարավոր մենք գիտենք բավականին սահմանափակ գնումների մասին։ Պաշտպանական կողմնորոշման մյուս առանցքային ուղղությունը Հնդկաստանն է։ Երևանը վերջին տարիներին ակտիվացրել է համագործակցությունը Դելիի հետ ռազմական գնումների առումով։ Հայաստանը վերջին 4 տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների եւ գիշերային տեսողության սարքերի, զինամթերքի լայն տեսականի ներկրելու համար։ Այս համատեքստում Հայաստանին մատակարարվող զինամթերքի շարքում են Սվաթի ռադարներ, պինակաբազմակի հրթիռային համակարգեր, ATACMS եւ Mark 155 mm հաուբիցներ, ինչպես նաև Ակաշ, հոբ համակարգեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։ Հնդկաստանի ռազմբարձրաբերական համալիրը համատեղ երիտասարդ է, այսինքն իրանց մոտ կա խնդիրներ, ես կարծում եմ նա քանակության է արտադրելու, բացի դրանից որակի հետ կարող է խնդիրներ լինել։ Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում էր։ Դելիում Պապիկյանը նշել է. Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Մյուս կողմից Եվրամիության ներգրավվածությունը Հայաստանի անվտանգային դաշտում շարունակում է սահմանափակ բնույթ կրել։ Չնայած Եվրամիության կողմից տրամադրած ռազմական ոչ մահաբեր աջակցությանը, անդամ պետությունների մակարդակով ռազմական երաշխիքներ չեն տրվում։ Արևմուտքը չի պատրաստվում լրացնել այդ վակուումը, այսինքն իրանք հայտարարել են ու դրա մասին խոսվել է, որ իրանք չեն տրամադրելու այն երաշխիքները, որը ժամանակի Ռուսաստանը կտրամադրում է։ Ցանկացած երկիր, որը Հայաստանի երաշխիքներ տրամադրում է, ինքը պետք է պատրաստ լինի պոտենցիալ Թուրքիայի հետ կոնֆլիկտի։ Եվրամիությունը հիմա պատրաստ չի դրան չի ուզում։ Հայաստանի միջազգային դիրքավորման եւ արտաքին գործընկերային ցանցի ամրապնդման գործընթացը կարծես թե նոր փուլ է մտնում, ուղեկցված սպառազինության նոր պայմանագրերով եւ ռազմաքաղաքական կողմնորոշումների վերաիմաստավորմամբ։ Այս գործընթացը սակայն նաեւ նոր մարտահրավերներ է առաջացնում կապված տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոփոխությունների եւ միջազգային քաղաքականության դինամիկայի հետ։ Դիանա Կարապետյան, Reopen Media։